Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, բարի երեկո բոլորին, հուսով եմ այս անսպասելի ուղիղ եթերը ձեզ կհետաքրքրի, կներեք ես միջավայրի համար, նաև տեխնիկական խնդիրների համար, ուղիղ եթեր եմ մտնում այրոպորտից, վերադառնում եմ Հայաստան, եվրոպական գործողումից հետո և ձեզ բազմաթիվ այլ բաներ ունեմ պատմելու, հիմա այս թեման ուզում եմ նվիրել, կոնկրետ այս քանի օրը հետևում եմ, տեսնում եմ, թե ինչպես է նիկոլական քարոզչական մեքենան փորձում ձեզ մեզ բոլորիս հերթական սուտը հրամցնել առ այն, որ իբր Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները հասել են ռազմավարական ստրատեգիական գործընկերության մակարդակի, այդ մասին խոսում էր արտգործնախարարի պաշտոնին նստած մարդը, այդ մասին խոսում են վարչապետի պաշտոնին նստած մարդը, բազմաթիվ այլ բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող, բայց ոչ մի բանով դրանց չհամապատասխանող քպայականներ, մի քանի խոսքով ուզում եմ անդրադառնալ, թե որտեղ են մեզ նորից խաբում, որովհետև խաբում են, որովհետև սուտասան են, պաթոլոգիկ սուտասան են և հիվանդագին սուտասան են և կործանարար սուտասաններ են նրանք։ Ինչևէ, մինչև բուն թեմային անցնելը ուզում եմ ասել, որ շնորհակալ եմ իմ կուսակից ընկերներին, իմ բազմաթիվ այլ հայրենակիցներին, որոնք այսօրը նշել են, իսկ այսօր նաև երկու դիտարժան, հիշարժան դատաներ է պարունակում իր մեջ, առաջինը դա Արցախի սահմանադրության ընդունման օրն է և ողջունում եմ Արցախի խորհրդարանի գործունեությունը, հայտարարությունը այս կապակցությամբ, ինչպես նաև քաղաքական շրջանակների, իմ կուսակցության մյուս քաղաքական ուժերի արձանագրումները այս կապակցությամբ, նաև այսօր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, ՄԱԿ-ի կողմից ընդունված համընդհանուր հռչակագրի օրն է, շատ խորհրդանշական օր Հայաստանում տիրող իրավիճակի հետ կապված, և այսօրով նաև իմ կուսակից ընկերները բազմաթիվ ակցիաներ են իրականացնել, հատկապես քաղաքական բանտարկյալների պաշտպանությանն ուղղված, Բաքվի բանտերում կալանավորված, պատանդարված մեր հայրենակիցների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության առիթով, ես այդ ամենի մասին խոսել եմ նաև Բրյուսելում, Եվրոպական պարլամենտում, ինչի մասին հաջորդ օրերին, գալիք օրերին ձեզ ավելի մանրամասն կներկայացնեմ, նաև իմ տպավորությունները, գնահատականները և ակնկալիքների մասին կխոսեմ, բայց այսօր բազմաթիվ ակցիաներ են եղել և գիշերային, և առավոտյան, և ցերեկային, և նախ և առաջ հանրապետական կուսակցության կողմից, բայց նաև հասարակական տարբեր կառույցների, կազմակերպությունների, քաղաքական իրավունքների պաշտպանության, ՀԿ-ի կողմից, այլ քաղաքական ուժերի կողմից միջոցառումներ եղել են և կարծում եմ մենք օրը առիթը բաց չենք թողել բարձրաձայնելու համար թե Երևանի, թե Բաքվի բանտերում նստած մեր հայրենակիցների ճակատագրի վերաբերյալ մեր մտահոգությունների, մեր պահանջների մասին։ Ինչևէ, այսքանով հանդերձ վերադառնանք բուն թեմային, Նիկոլ Փաշինյանը և իր ուսապարկերը արդեն քանի օր է թափահարում են, թմբկահարում են այն մասին, որ իբր Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակին, դա հերթական սուտն է, իրենց համար այդ սուտը մոգոնելու առիթ է հանդիսացել օրերս Բրյուսելում Արարատ Միրզոյանի, Կայա Կալասիի, որը ԵՄ արտաքին գործերի հանձնակատարն է և Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Կոսի կողմից, կներեք, մի քիչ հիվանդ եմ, Կոսի կողմից ստորագրված ուրեմն մի փաստաթուղթ, որի անունը հետևյալն է, անգլերեն հնչում է հետևյալ կերպ Strategic Agenda for the EU-Armenia Partnership between the European Union and Armenia հայերենում այս փաստաթուղթը կոչվում է Եվրոպական միության և Հայաստանի միջև ԵՄ-Հայաստան հարաբերությունների ռազմավարական
օրակարգի փաստաթուղթ, կրկնում եմ, սա կարևոր հանգուցային բան է, հիմա որ սա անկալ եք հասկանաք, մնացած սուտը ինքներդ առանց ինձ էլ կբացահայտեք։ Ուրեմն Նիկոլենք սա ծախում են որպես ռազմավարական գործընկերություն, անգլերեն դա կկոչվի strategic partnership, այնինչ ստորագրված փաստաթուղթը կոչվում է ռազմավարական օրակարգ strategic agenda for համար Հայաստան ԵՄ գործընկերության, այսինքն անգամ այս փաստաթղթում, որը հասանելի է նաև արտգործնախարարության պաշտոնական կայքում, կարող եք այն գտնել եւ համոզվել, գրված է ԵՄ Հայաստան գործընկերության մասին ռազմավարական օրակարգ, այսինքն ոչ թե գործընկերությունն է ռազմավարական, այլ այդ գործընկերությունը ապահովող օրակարգը կոչել են ռազմավարական, կարող էին կոչել դյութիչ, կարող էին կոչել հմայիչ, կարող էին կոչել ոսկեզոծ, կարող էին կոչել խայտառակ, կարող էին կոչել աղաղակող, կարող էին կոչել ցանկացած ածականով, որովհետև դա ավելի շատ քաղաքական բրենդավորման, քան քաղաքական, օրակարգում կներեք հայտարարություն է գնում аэропортում, հուսով եմ չի խանգարում, ուրեմն կարող էին այս փաստաթուղթը կոչել ցանկացած կերպ, որովհետև դա քաղաքական բրենդավորման, ոչ թե իրավական կացության կամ իրավական կարգավիճակի մասին վկայող փաստաթուղթ է։ Այս փաստաթուղթը կոչվում է ԵՄ Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգ, ոչ թե ռազմավարական գործընկերության օրակարգ, հասկացանք տարբերությունը։ Կարծեք թե մի բառ է, մի քիչ էս կամ մի քիչ այն կամ տանել դեկակովը չորտը ոչ մի բան չի փոխվում, լիքը բան է փոխվում, հատկապես Եվրոպական միության նման բյուրոկրատական, այս դեպքում պոզիտիվ իմաստով, բծախնդիր իրենց փաստաթղթերի մասով ոչ թե մեր, բծախնդիր ուրեմն ինստիտուտի պարագայում։ Եվ այսպես մեզ խաբում են, մենք չենք ստորագրել ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, Հայաստանի անունից ստորագրած մարդը ստորագրել է ԵՄ Հայաստան պրոստը գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթ։ Այսպիսի փաստաթուղթ նմանատիպ ուրիշ անունով ստորագրվել է 18 թվականի փետրվարին Լսեր Սարգսյանի օրոք, մեր ժամանակ, մեր կներեք միջկառավարական եւ խորհրդարանական համատեղ աշխատանքի արդյունքում եւ այս փաստաթուղթը ընդամենը եկել է փոխարինելու այս մեկը, այն նախորդին, որը նորից կրկնեմ ռազմավարական գործընկերության մասին չէ, որովհետև անգլերեն ռազմավարական գործընկերությունը կոչվում է strategic partnership, իսկ այս փաստաթուղթը ռազմավարական օրակարգի մասին է, strategic agenda, որտեղ ռազմավարական բառը զուտ քաղաքական բրենդավորման հարց է։ Հաջորդ ուրեմն արգումենտը չէ, փաստը, ոչ թե փաստարկը, ֆակտը այն մասին, որ Նիկոլենք մեզ խաբում են, հետևյալն է։ ԵՄ Հայաստան հարաբերությունների ողջ այս ծավալը, ինչ որ իրանք անում են, ուրեմն իրականում հիմնված է Սերժ Սարգսյանի օրոք եւ շնորհիվ ստորագրված ՍԵՊԱ-ի վրա, Հայաստան Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա, դա 17 թվականի նոյեմբերն է, հիշեցնեմ ձեզ, 17 թվականի նոյեմբերին ստորագրված Սերժի օրոք եւ շնորհիվ ստորագրված ԵՄ Հայաստան փաստաթղթով այս 8 տարի է ԵՄ-ն ինչ մեզ օգնում է, գեոպոլիտիկան հանած, որովհետև դա առանձին նիկոլական խաղ է, Պրագայից առաջ Միշել, Մակրոն եւ այլն, դրա մասին շատ ենք խոսել եւ ելի կխոսենք, իրավապայմանագրային հիմքում բացառապես ՍԵՊԱ-ն է։ Չենք հավատում, այո, օքեյ, չենք հավատում, մտնում ենք ուրեմն արտգործնախարարության կայք, տալիս ենք պոիսկ որոնում ռազմավարական գործընկերություն, ռազմավարական օրակարգ գործընկերություն իրանց կոդն է անունով, որտեղ ռազմավարական գործընկերությունը, որ պոիսկ տակ, ԵՄ-ով ոչինչ չեք գտնի, նի խրինն է, ժողովուրդ ջան։ Օրակարգով կգտնենք այս փաստաթուղթը, որը 64 էջանոց է, 64 էջանոց փաստաթղթում 19 անգամ հղում արված
SEPA-ի վրա։ Այսինքն 64 էջանոց փաստաթուղթը իր հիմքում ամենասկզբից առաջի տողից միջև վերջին տողը հիմք է ընդունում ինչ Սերժի օրոք եւ շնորհիվ ստորագրված փաստաթուղթը SEPA-ն, որը ռազմավարական գործընկերության մասին չի, դա համապարփակ եւ ընդլայնված comprehensive and enhanced partnership, ոչ թե strategic partnership agreement։ 19 անգամ այս նորաստորագիր փաստաթուղթը հղում է տալիս SEPA-ի վրա եւ հղում է տալիս շատ ոչ միայն ոլորտային ձևակերպումներով, այլ շատ հիմնարար, այսպես ասած, ուրեմն սկզբունքային ֆունդամենտալ ձևակերպումներով։ Օրինակ, այսպես փաստաթղթի introduction-ի մեջ մի քանի տեղ գրած այս ներածական մասի մեջ, որ այս ստորագրված թուղթը բխում է SEPA-ից, այսինքն SEPA-ն նրա մաման է ու պապան, սա դրա հերթական ինչ-որ բյուրոկրատական զավակն է, ինչ-որ իրանք ստորագրել են։ Ավելին, SEPA-ն ուներ միջազգային պայմանագրի կարգավիճակ, վավերացվել էր այն ժամանակ Եվրոմիության 28 Մեծ Բրիտանիալ հետախորհրդարանների կողմից եւ Եվրոպական պարլամենտի կողմից, վավերացվել էր հայկական խորհրդարանի կողմից եւ մտել էր ուժի մեջ։ Այս ստորագրվածը փաստաթուղթը, կներեք լույսը անջատվեց էկրանի, միջկառավարական փաստաթուղթ է, որը ընդամենը բխում է SEPA-ից։ SEPA-ում ինչ գրած է շրջանակում, դրանից տարբեր ոլորտներով ինչն է առաջնահերթ, ինչն է կարևոր, ինչն է նպատակային, այս փաստաթղթում, որը միջկառավարական փաստաթուղթ է եւ չի անցնելու, եթե չեմ սխալվում, նույնիսկ միջգերատեսչական է, մենք պետք է սա էլ ճշտել, էլ ավելի խուրդ է, էլի այդ իմաստով, եւ չի անցնելու որևէ ներպետական վավերացման գործընթաց, ոչ Հայաստանում, ոչ Եվրամիության որևէ երկրում, ոչ էլ Եվրոպարլամենտում, աշխատանքային փաստաթուղթ է։ Լիքը կարևոր բաներ ստե գրած է, բայց ամենակարևորը, որ գրած չի, երկու ուղղությամբ գրած չի, որ Հայաստանի գործող կառավարությունը տապալել է իրականում SEPA-ն, տապալել է ռեֆորմները, տապալել է ժողովրդավարական առաջընթացը, գրած է, որ SEPA-ն Հայաստանի բարեփոխումների բլյուպրինտն է եւ road map-ը, այսինքն ճանապարհային քարտեզը եւ ուղեցույցն է, ինչը Նիկոլը 7 տարվա մեջ տապալել է իրականում բոլոր ոլորտներով, անգամ այդ վիզայի ազատականացման գործընթացը առաջին անգամ Եվրոպական միությունը մեզ խոստացել է 17 թվականի նոյեմբերին եւ դա արձանագրված է ԵՄ Հայաստան արևելյան գործընկերության, կներեք, Եվրոպական միության արևելյան գործընկերության գագաթնաժողովում 17 թվականի նոյեմբեր, որտեղ դա գրած է Visa Liberalization Dialogue-ի բացման անհրաժեշտության մասին, 7 տարի անց նոր ջոգել են, որ դա պետք է Նիկոլենց պատժկայի համար, թե պետք Նիկոլենք ոչ մի գործ այդ ուղղությամբ չէին արի 7 տարի շարունակ։ Դա քաղաքական որոշմամբ սկսվել է, հիմա այդ process-ն են կներեք բառից համար 30, կներեք բառերի համար, բայց այլ բան չեմ կարող, այտենց որ ավելի հասկանալի լինի ինչ են անում, այլ բան չեմ կարող ձեզ այս պահին առաջարկել, քան այդ դիպուկ, տհաճ, բայց դիպուկ բառերը, ինչպիսին մեր իրականությունը, տհաճ է։ Մի խոսքով այս փաստաթուղթը որևէ ներպետական վավերացում, որևէ երկրում եւ Բրյուսելում առանձին որպես Եվրոպական միության մայրաքաղաքում չի անցնելու, աշխատանքային թուղթ է։ Երկրորդ չեպեն, որ այս թղթում կա, այնա, որ մեր ազգային խնդիրների բյուրոկրատական ձևակերպումն է որոշակիորեն որոշակի հարցերում տրված, ինչի հետ կապված Ադրբեջանը իր դժգոհությունը հայտնել է, էդ էլ Նիկոլեն շնորհքը չի, լսեք, այս արվել է ոչ թե Նիկոլեն սրտով, որ տենց անես բաներ են մի երկու բառ գրել, տենց մի երկու պուչուրիկ բան են գրել էլի մեր շահերից, իսկ իրականությունից, որ Ադրբեջանը տենց պաշտոնական արձագանքել է, այդ Նիկոլեն շնորհքը չի, Նիկոլենց մնար այդ բաբշե կշպրտեին դուրս։ Այդ Եվրոպական միության չինովնիկները, որոնք հասկանում են, թե ինչ կեղտոտ գեոպոլիտիկ խաղի հովանավոր են դարձել, մի քիչ փորձում են մի կողմից պահել կապը այս փաստաթղթերի նախորդ փաստաթղթերի հետ, որովհետև նույնիսկ 44 օրյա պատերազմից հետո ընդունված ռեզոլյուցիաներ կան Եվրոպարլամենտով, Եվրոհանձնաժողովի
պաշտոնական կարծիք կա, կներեք, Բորելի են ժամանակ կողմից հայտարարված եւ այլն, որ Ադրբեջանը ագրեսոր է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չի, որ ռազմական հանցագործությունները 44 օրյա պատերազմի պետք է հետաքննվեն, մեղավորները պետք է պատժվեն, այս բոլոր հարցերը կար գրած եվրոպական փաստաթղթերում, դրանց մասին ես դες պատմել եմ անգամ 44 օրյայից հետո։ Ուստի այս փուճուրի ձևակերպումները եվրոպացիք են դրել, ոչ թե Նիկոլենք, դրել են խի, որպեսզի տենց իրանց նախորդ թղթերից տեն շատ տարբերվող թղթեր չլինեն, դրել են, որովհետև ամենակարևորը սեյպայում կա Լեռնային Ղարաբաղի հետ կապված հստակ ձևակերպումներ, որ վավերացված էր եվրոպական անդամ բոլոր ԵՄ անդամ երկրների պարլամենտների կողմից, Եվրոպական պարլամենտի կողմից առանձին եւ նրանց իրավապայմանագրային բազայի եւ իրավունքի մի մասներ կազմում եւ դրել են այսպես ասած face saving-ի երեսափրկման համար։ Նիկոլը face saving-ի կարիք չունի, նրա երեսը այլևս բաց է ցանկացած թուք ու մուրի համար, որովհետեւ այտենց թուք ու մուր անեցկու հայոյանք որևէ ղեկավար այս աշխարհում չի ստանում իր հասցեին, ոնց որ Հայաստանի վարչապետին աթոռին թառած մարդը։ Նիկոլը չունի face saving-ի կարիք, նա face այլևս չունի եւ ընդհանրապես եվրոպական բյուրոկրատա քաղաքակրթական պոնտներ այտենց որոշակի բաներ գրել, որ մի քիչ էլ հայերի տենց գեոպոլիտիկ էրոգեն զոնաների հետ մի քիչ խաղալ, որ մենք տենց մի քիչ էլ մեզ լավ զգանք էլի։ Ինչևէ, այսինքն այս փաստաթուղթը ժողովուրդ ջան, սովորական աշխատանքային փաստաթուղթ է, անունը կարային դնեին Լյուբոյ անուն, Լյուբոյացական, ես իմ աշխարհի վերջի համաձայնագիր կարային դնեին, ինչ ուզում եք կարային դնեին, բայց դա հիմնված է 17 թվականի սեյպայի վրա, դա 19 անգամ շեշտված է այս փաստաթղթում, 64 էջանոց, դա չի վավերացվելու, ինչ պետական համաձայնագրի կարգավիճակ չի ունենալու եւ այլն։ Այստեղից բխող հաջորդ սուտը մի քիչ ավելի թարմ է, այս 2 օրը Նիկոլը գնացել էր Գերմանիա եւ այնտեղ էլ ազդարարեցին ուրեմն իբր թե ռազմավարական just a moment, մի վարկյան, հեսա գտնեմ, այնտեղ էլ ուրեմն Հայաստան եւ Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգ հաստատեցին, նորից եմ կրկնում, երկկողմ այս դեպքում, ոչ թե ռազմավարական գործընկերության օրակարգ, այլ երկկողմ հարաբերությունների ռազմավարական օրակարգ, կարային գրեին, ինչ ուզում եք, նորից եմ կրկնում, ես իմ այստեղ որևէ սահմանափակում չկա քաղաքական ֆանտազիայի եւ բրենդինգի։ Եվ հիմա էլ այս 2 օրն մեր վրա փորձում են ծախել, որ իբր Գերմանիայի հետ էլ հասանք ռազմավարական գործընկերության մակարդակ։ Ինչու եվրոպական երկրները Հայաստանի հետ այդպիսի մակարդակ չեն ֆիքսելու։ Ինչու Նիկոլը, եթե Սեյպան վատներ, Սերժի Թողան ժառանգությունը վատներ, այդ թվում Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանաձևը, որ սեպայում դրած այլ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ պարտադիր ուժ ունեցող հանրաքվեով եւ այլն, ինչու նորը չեն ստորագրում, եվրոպացիք նորը սրանց չեն տալու, որովհետեւ ռազմավարական գործընկերություն ենթադրում է, որ ոչ միայն կներեք Հայաստանը պետք է Եվրոպայի քամակը բռնի, այլ նաև Եվրոպական միությունը ռազմավարական գործընկերության պարագայում պետք է Հայաստանի քամակը բռնի, որ մեջքի լինեն, որ տես պինդ լինեն, իրար օգնեն, ոչ թե մենակ Հայաստանը Եվրոպական միության գեոպոլիտիկ շահերը սպասարկի, այլ նաև հակառակը լինի, եւ հակառակը փողով չի, այդ 270 միլիոն եվրոյա այդ սուտի խոստացված 21 միլիարդն կներեք, ռազմավարական գործընկերությունը չի ենթադրում փողային հարաբերություններ, դա փողի մասին չի, ոնց ասեմ, ոնց որ ընկերությունը, ոնց որ դուք ընկեր ունենաք, ընկեր, հարազատ, ձեր ծոցի ընկեր ունենաք, որը փողի մասին չի, որը բարոյականության մասին է, որը ձեր արժեքների մասին է, ձեր մանկության ընկերը, ձեր կամ ուսանողական ընկերը, կամ բանակի, կամ կյանքի, կամ թաղի, ձեր կողքին կանգնած է, ոչ թե փողի խաթր ենթադրվում է,
ճիշտ է, որտեղ ճիշտը առանց փողին է։ Այդ նույնը ռազմավարական գործընկերությունն է։ Ռազմավարական գործընկերությունը երկու պետությունների կամ միջպետական միավորման եւ պետության միջև ենթադրում է անշահախնդիր երկարաժամկետ կյանքի ճանապարհի ուղղություն։ Եվրոպական միությունը դա Հայաստանին չի տալու, որովհետեւ չի պատրաստվում պահել մեր համապատասխան քայլով սկսվող տեղը այնպես, ինչպես որ պահում է Հայաստանի այսօրվա ռեժիմը Եվրոպական միության համապատասխան տեղը, այսինքն այդ մասը շատ կարևոր է ֆիքսելու, որ եվրոպացիք մեզ դա չեն տալու, որովհետև չեն պատրաստվում լծվել ի տարբերություն մեր ընկերների, լծվել վիզ դնել մեր խնդիրների, մեր խնդիրների լուծման համար։ Եվ սա շատ կարևոր տարբերություն է դա հասկանալու համար։ കാരണം մենք այդպիսի խնդիր չենք տեսնում ռազմավարական գործընկերության առումով, երկարաժամկետ առումով այդպիսի բան տեղի չի ունենալու։ Եվրոպացիք մեր համար վիզ չեն դնելու, այսպես ասեմ, ցած միանգամից փակենք։ Դրա համար էլ մեր վրա ծախելու է Նիկոլը տարաբնույթ ալցականներ, բայց հիմքում քիչ է մեր թողած ժառանգությունն է, քիչ է մեր թողած պայմանագրային բազան է, որևէ նորություն այստեղ չի լինելու։ Մեր վրա ծախելու են փուչիկներ, ոնց որ հիմա տենց PR են անելու վիզաների ազատականացման հետ կապված գործընթացը, թեպետ պարզ է, չէ՞ որ հայկական կողմը այսօրվա իր կարողություններով ունակ չի որևէ նորմալ գործ անելու այդ ուղղությամբ եւ այլն եւ այլն։ Նորից ասեմ, այդ նույն վիզաների ազատականացման հարցը 7 տարի առաջ կներեք 7 տարի առաջ պետք է սկսվեր, մենք դրա հիմքը դրել ենք, 18-ին Նիկոլը եկել է ու ոչ մի բան չի արել։